Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան պարոն Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Երեկոյան ստացած ինֆորմացիայից դեռ մինչև հիմա հասարակությունը, հանրությունը չի հանդարտվել, քննարկում է ինչը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից։ Այսպիսի ինֆորմացիա էր, սկզբից հերքվեց, հետո հաստատվեց։ Մենք բացի այս կարճ ինֆորմացիայից ոչինչ չունենք, բայց ես ուզում եմ ձեզ ուղղել հետևյալ հարցը, քանի որ հանրությանը ոչ մի ձևով չի բացատրվել այդ պաշտոնից, պաշտոնանկության պատճառները, եւ անկախ նրանից, թե որն է ազատման պատճառը, որը ես կարծում եմ չեմ կարող ձեզ էլ հարցնել, որովհետև մենք չենք կարող ենթադրել, մենք պետք է քննարկենք հետևյալ հարցը, որը այսօր հուզում է բոլորին։ Արդյոք Հայաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, ինչու չի կարելի հրաժարվել եւ հակառակը գուցե ինչով կարող է դա արդարացվել, եթե այնուամենայնիվ ինչ որ հատված կա մարդկանց, որոնք համարում են, որ կարելի է հրաժարվել։ Իհարկե ոչ, այստեղ տեսեք շատ հետաքրքիր հարց ձևակերպումը ինքն իր մեջ պարունակում է մի քանի պատասխանների հնարավոր հարցի մեջ, ասում եք, արդյոք Հայաստանը կարող է, որովհետև եթե խոսքը նրա մասին է իրավունք ունի, թե ոչ, իհարկե իրավունք ունի։ Խոսքը կարող է իրեն թույլ տալ, գուցե տենց ավելացնեմ ես։ Եթե կարող է իրեն թույլ տալ, ապա ոչ։ Եվ սա Հայաստանի մասին է։ Կարող է իրեն թույլ տալ Նիկոլ Փաշինյանը, այո, եւ այդ հավանականությունը իմ կարծիքով 50-50-յա, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտնի է, որ որևէ կերպ չի կարողանում դուրս գալ իր սեփական պատկերացումներով նկարած գերհզոր Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշման տակից։ Սա շատ կարևոր է հասկանալ, որ ոչ Ադրբեջանը, ոչ Ռուսաստանը, ոչ նույնիսկ Թուրքիան, այդ ցելերը, որից մասին կան, այն վիճակում չեն, որ թելադրեն։ Ես հիացմունքով եմ նայում ուղղակի Տրյուդոյին, որը Տրամպին թեթևի մեջ ասում է հիմար, ու ամբողջ աշխարհը իրան տենց բան անում, երբ Պանամայի նախագահան Տրամպին ասում է ստախոս, երբ Մեծ Բրիտանիայի հասարակությունը կանգնում եւ Վենսին ասում է կլոուն, այլասերված հիմար եւ անպատասխանատու, չգիտեմ ինչ, էլի վատ բառերով։ Այսինքն ամբողջ աշխարհում հիմա հարգի է, երբ որ դու ոնց որ ասում են resist, ընդդիմանում ես, դու կանգնում ես քո արժեքների համար։ Հակառակ ճամբարը դա գոյություն չունենալ։ Այն ինչ որ Տրամպը փորձում է Ուկրաինայի տանել։ Այսինքն Տրամպը փորձում է Ուկրաինային վաճառել Ռուսաստանին, ոչ մի բանի դիմաց։ Հիմա Հայաստանի կողմից հրաժարվել, դա ոնց որ գիտեք ինչի է նման, ոնց որ ինքը Իրանով հիմա Զելենսկին կանգնի ու Կիևի շուրջ ինչքան պետրիոտ կա, գնա անձամբ տրակացնի։ Այդ իր հոպի միջոցն է, կարելի է այդ հոպի միջոցը օգտագործել, լավ ինչ որ մի կերպ, լավ մի քիչ հրթիռները պակասեն, բայց այն ինչ որ կա օգտագործես։ Բայց ինքը գնա այդտեղ տրակացնի։ Այն անեկդոտի թութակի պես մեզի բմբուլ պետք չի։ Հրաժարվել այդ հայցադիմումներից անհնար է, սխալ է, ռազմավարական է եւ ամենակարևորը Նիկոլի կադենցիայից դուրս է։ Այդ դատական որոշումները, դատական ընթացակարգը հաստատ չի ավարտվելու 26 թվականին եւ ինքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այնքան երկար, որքան նույնիսկ իր ամենալավ երազանքներում Նիկոլը չի կարող ապրի։ Խոսքը երկարաժամկետ ռազմավարական որոշումների մասին է։ Եթե ինքը հիմա վախենում է, շատ պարզ է, դուրս արի կաբինետից, ասա հրաժարական եմ տալու, գնա քաղաքականությունից, թող են մարդկանց, ովքեր չեն վախենում։ Այսքան։ Այսինքն չկա այդ տարբերակը, չի դիտարկվում, որովհետեւ
Համենայն դեպս Եղիշե Կիրակոսյանի այս ազատումը պաշտոնից իմաստ չունի, որ ես ձեզ հարցնեմ, կարծում եք արդյոք որ կապված է հենց դրա հետ, որ Եղիշե Կիրակոսյանը ես դες փորձում sense հուշեմ ուղակի կամ ոչ թե հուշեմ, այլ խոսակցություն տանեմ այնտեղ, որտեղ որ Եղիշե Կիրակոսյանը ասում էր, որ դա բացառվում է։ հետ կանչել հրաժարվել հայցերից։ Մոտավորապես դա անցած տարվա աշնանն էր։ Հիմա պատտվում են լուրեր, որ ինքը հենց այդ ժամանակ տվել է հրաժարական սեփական ցանկությամբ։ Եվ ոնց որ այդ ժամկետը, այսինքն աշնան տվել է եւ այդ ժամկետը, որը հիմա լրացել է եւ հիմա ինքը գնում, դա այդպիսի լուրեր են, որ ինքը տվել է աշնան։ Մոտավորապես որ հետեսնում գալի համընկնում այնտեղ, որտեղ որ այդ խոսակցությունը գնաց։ Նա կարող էր անժամկետ այդ իր դիմումը գրել եւ ասել, երբ որ հարցը գա հասնի նրան, որ Չեմ ասում, չէ, ինչ ասես կարա լինի։ Ես ամեն դեպքում համարում եմ նախ եւ առաջ, որ ինքը շատ մեծ ահռելի ծավալի գործ է արել եւ ինքը արժանի է ամենայն հարգանքի, անկախ նրանից թե որն է պատճառը, որ ինքը հիմա գնում է։ Ես համարում եմ, որ ինքը փայլուն իրավական կարիերա կարա ունենա Իօգուտ Հայաստանի նաև միջազգային դատական համակարգում, որտեղ մենք գիտենք, որ այնտեղ հիմա բացեր կան եւ մեծ արբիտրաժը Հայաստանը նոր չի 1888 թվականի կոնվենցիան է եւ 1907 թվականի կոնվենցիաներն են, որ Հայաստանի հիմա պետք է ռատիֆիկացվի, որի շնորհիվ Հայաստանի համար բացվում է 3 դատավորի եւ 3 treaty արբիտրաժային դատավորի միջազգային արբիտրաժային դատավորի տեղ եւ մեծ հավանականությամբ ես համարում եմ որ այդ տեղն է որտեղ որ Եղիշե Կիրակոսյանը եթե իր մակարդակի մենք էլի ունենք դատավորներ իրանք իհարկե կարող են հավակնել այնտեղ լինել եւ սա այդ էլ է կապված այսինքն այդ դեպքում կստացվի որ Եղիշե Կիրակոսյանը գնում է level up, այսինքն բարձրացնում է մակարդակը եւ Հայաստանի ներկայացնում ապահովում ավելի կարեւոր դատարանում։ Մյուս կողմից իհարկե ամբողջ այս ժամանակահատվածը 18-19 թվականից երևի 20 թվականի պատերազմը ավելի կարեւոր է Նիկոլ Փաշինյանին տապալել են հանրության այդ աշխատանքը անվստահության ոչ կոմպետենտության, դիլետանտության պատճառով։ Այսինքն նույնիսկ այն ինչ որ բան կարող է լավը լինի, իրանք այդպես համարում են, որ ժողովուրդը արժանի չի իմանալ։ Ես դրա համար հիմա ձեռնպահ կմնամ ամեն դեպքում իմ դիրքորոշումը հետևյալն է. դատական հայցումները հանել չի կարելի, որովհետև ոչ մի գարանտիա մենք չունենք Ալիևից։ Ոչ թե որովհետև ոչ մի գարանտիա չունենք, նույնիսկ եթե ունենանք չի կարելի։ Պարզապես ընդգծենք, որ հանրությունը բացատրություն է սպասում կառավարությունից։ Հանրությունը շատ էմոցիոնալ է։ Հանրությունը հիմա կենտրոնացած է սխալ բաների վրա։ Հանրությունը հիմա սխալ բաների վրա է կենտրոնացած։ Հանրության համար հիմա ամենակարևոր կետը, որի վրա պետք է կենտրոնացած լինի, իրականում դա հարկային դաշտն է, որը շատ վատն է, դա տնտեսության վիճակն է, որը որ Նիկոլի այս կառավարման այս համակարգը տանում է դեպի ներքև, ստագնացիա, ստակուլացիա եւ այլն, այսինքն այստեղ խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերվում են հասարակությանը։ Եվ հասարակությունը պետք է կանգնի դրանց համար։ Խնդիրը հենց այդ է, որ սոցիալական ապահովություն, բանկային համակարգի անկանոն գործունեություն, այնտեղ չգիտեմ, հարկային բաների բարձրացում, այս ամեն ինչը անմիջականորեն ազդում է, բայց ամեն օր, որ մարդիկ ուշացնում են սրա մասին արձագանքելու, իրանց իրավիճակը թուլացնում, որովհետև Եղիշե Կիրակոսյանը կլինի, չի լինի, դա փոքր հարց է, որի լուծումը գտնվում է մեր բոլորիս, ոնց ասեմ, կարանք միցինգ անենք, կարանք ասենք չի կարելի, կարանք գնանք դուրը ծեծենք, ասենք մի արա։ Այստեղ պարզապես ես ուզում եմ շեշտադրումը ճիշտ անենք Եղիշե Կիրակոսյանի հարցն է, թե հայցերի, միջազգային հայցերի հարցը։ Դե ֆակտո կապված են, որովհետև մեզ համար, հանրությունը իմ համար օրինակ, այդ ամբողջ հայցերը, անմիջական ես ուղղակի ապշած եմ այդ որոշումներից, նայում եմ ինքն է, դա իմ մոտ հիմա ասոցիացիա, դա Եղիշե Կիրակոսյան։ Պարզավոր ինքը ունի թիմ, ես հասկանում եմ, որ ինքը մենակ չի։ Չեմ բացառում, որ թիմում կան իր նման պայծառ ուղեղներ, ու մենք դեռևս չենք ճանաչում։ Բայց հասկանում եք, այս ամբողջ տեղեկատվական արշավը, որը սրա շուրջ գնում է,
Այն հրապարակում նստած մարդիկ պետք է հասկանան, որ այդպես չի լինում։ Դուք չեք կարող անտեսել ժողովրդին։ Հենց դա էր իմ ասած։ Հա, որ չեք կարող անտեսել։ Հիմա Եղիշե Կիրակոսյանն ասում եմ, եթե պարզի որ ինքը գնում է հագա, հրաշալի է, կանգնած ծափահարում է։ Այս կոնտեքստում ես դուրս էի բերել Զելենսկու խոսքերը եւ ինձ թվում է շատ հետաքրքիր զուգահեռներ տալի անցկացնել։ Ինչի ասում Զելենսկին։ Մեջբերում եմ, ռուսները կարող են կպահանջեն կրճատել մեր բանակը, պաշտոնապես հրաժարվել օկուպացված տարածքներից եւ թուլացնել Ուկրաինայի սահմանադրությունը, նման է, չէ՞։ Բայց ինչ է ասում Զելենսկին։ Մենք երբեք։ Բայց ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել դա անել, խաղաղությունը չի կարող նվաստացուցիչ լինել։ Այո, never give up։ Բոլորը, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, եվրոպական պաշտոնյաները եւ իհարկե Զելենսկին, ում մասին տարբեր լեգենդներ են պատմում, իր բանի Ուկրաինայի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջև բաներ, հարաբերությունների մասին իրականում տենց չի, սուտարուսական ռոպագանդա։ Բոլորի աչքի դիմաց հայկական կեյսն։ Բոլորի որպես գերբացասական, որպես արժանապատվության կորուստ, որպես սխալ գերագույն հրամանատարություն եւ սխալ պետության սխալ առաջնորդություն, որպես հասարակության հետ սխալ աշխատանք, որպես դասերի չքաղում, որպես շարունակաբար սերիական, չնայած որ ապացուցված այլևս հնարավոր չի այլ կերպ ապացուցել, Ռուսաստանը շարունակում է Հայաստանում ներկայացված լինել բոլոր այն ինստիտուտներով, որոնք ամբողջ աշխարհով մեկ համարվում են ռուսական գործակալական։ Ինձ թվում է Զելենսկու հետ համեմատությունը, Նիկոլին որ համեմատում եք Զելենսկու հետ, Զելենսկին վիրավորում եք ինչ որտեղ։ Նիկոլը կարող համեմատվի Վենսի հետ իր սիրած, որ 24 ժամվա մեջ կարա 3 անգամ իրար հակասող սուտ ասի։ Այդ Վենսն ու Նիկոլը, այդ չոտքի իրանք են։ Էմանուել Մակրոն շատ հետաքրքիր ելույթ ունեցավ, իդեպ եթե կարողանանք անդրադառնալ եւ Թրամփի ելույթին, այդ բոցաշունչ ելույթին, անպայման։ Եվ Մակրոնն էլ հաջորդ օրը ասեց, բայց եկեք Մակրոնից սկսենք, Տրյուդոն էլ, այո, կհասցնենք, չենք հասցնի, չգիտեմ, բայց դրանք շատ հետաքրքիր են։ Մակրոնի հիմնական, այսպես ամենակարևոր հայտարարությունները, նա ասում է Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում եւ Մոսկվայում։ Դա է մեկը, երկրորդը նախաձեռնելու եմ, դուք հիմա մեկնաբանելու եք, նախաձեռնելու եմ եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ Եվրամիության վրա տարածելու հարցով։ Ինձ մոտ այսպեսի հարց, ես այսպես հարցով խնդրեմ արդեն ձեր մեկնաբանությունը։ Արդյոք Թրամփը չի ցանկանում, ասում են Թրամփը չի ցանկանում ուժեղ եւ միասնական Եվրոպա։ Ինչու՞։ Թրամփը չի ցանկանում ուժեղ եւ միասնական Եվրոպա, վերջակետ։ Թրամփը համարում է, որ Եվրոպան, ինչպես նաեւ Կանադան եւ Մեքսիկան պետք է դառնան իր երազած ամենայի, որը գոյություն չունի, ինչպես եւ Նիկոլի իրական Հայաստանը, Պուտինի ռուսկի միրը, այդ բոլոր բաները, Էրդողանի Օսմանա Թուրքիան, իրանք բոլորը գոյություն չունեն, իրանք բոլորը գոյություն ունեն մենակ բորբոքված մտածելակերպի մեջ արձակողներ։ Թրամփին պետք է Եվրոպան թույլ, որպեսզի Եվրոպան սպառի ամերիկյան ապրանք։ Կանադան պետք է սպառի ամերիկյան ապրանք եւ տա այդ չգիտեմ հանածողները ինքը պետք է տա իժանով ու ուտի այն զիբիլը, որը ամերիկան կարտադրի։ Ամերիկան պետք է արտադրի։ Հա, դրա համար ինքը ասում է, ինքը չի հասկանում։ Wall Street Journal-ը հասկանում եք դա իր թերթներ։ Wall Street Journal-ը հակաբայդենական արշավի առաջատարներ։ Wall Street Journal-ը 3 հոդված է գրել, որի մեջ ուղղակի բաց ասել է, որ սա հիմար է։ Հասկանում եք, երբ որ քո ԶԼՄ-ն, որը քեզ բերել է իշխանության, ասում է, որ դու հիմար ես, արդեն ժամանակն է մի տեղից մի հատ ատրճանակ ճարես, քեզ գլխից թողես։ Եվրոպա Միացյալ Նահանգներ։ Հենց այդ է հարցը։ Ինքը Կանադայի հետ տարիֆների պատերազմը Եվրոպային հələ տենց կախացապան, բայց Եվրոպայի վրա էլ է բան անելու։ Եվրոպան բաց ամենակարևորը Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահն,
ամենակարևոր բանը, որ ասում է, դա միջուկային զենքը չի։ Ինքը ասում է, որ մենք չգիտենք ինչ ա լինելու։ Մենք պետքա պատրաստ լինենք, որ կոնֆլիկտի ժամանակ, որին որ Ռուսաստանը պատրաստվում է, ինքը ասում է, Ռուսաստանը պատրաստվում է 300,000 զորք, հազարավոր տանկեր եւ կործանիչներ։ Ինքը ասում է, մենք պետքա պատրաստ լինենք, որ Ամերիկան կլինի ոչ մեր կողքին։ Իսկ երբ որ դու խոսում ես կոնֆլիկտի մասին, որի մի կողմը Եվրոպան է, մյուս կողմը նրանք, ովքեր ուզում են Եվրոպան ոչնչացնեն, եւ Ամերիկան ոչ քո կողքին, նշանակում է ինքան դե է։ Ես ես հիշացնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հրամանով կասեցվել է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրում։ Օթում շուր են տվել հետադարձ U-turn են տվել ինքնաթիռների, որոնք տանում էին Ուկրաինայի օգնություն։ Սա ոչ այլ ինչ ականց դավաճանություն, բայց սա ստորագրություն է, որ ինքը պատկանում է, ինքը, սենց ասեմ, ինքը Պուտինի նման անձնավորություն է։ Ինքը նորմալ է անկալում, որ ինքը կարա հետախուզական տվյալները փակի, ասելով, որ ես ուզում եմ դուք գաք խաղաղության։ Չնայած որ հենց այդ գիշեր, ասեմ ինչն է հետախուզական, այնպես չէ հետախուզական, մարդիկ բան չպատկերացնեն։ Հիմնական բանը, որը լուծվում էր, դա հրթիռների բաց թողումն էր ռուսական։ Այդ բաների MiG-31-երը, բաները, Tu-95-երը, որ օդ էին բարձրանում եւ գալիս էին Ուկրաինային, ռմբակոծելու Ուկրաինան ժամանակ էր ունենում, լուֆտ, ամերիկան ասում էր, որ բարձրացել են, ուկրաինացիք լուֆտ էին ունենում, նրան որ բաց են թողել, ասենք չգիտեմ, օդային տագնապ հայտարարի։ Հիմա էլ չկա այդ տարբերակ, հիմա մարդիկ են մահացել։ Այն պահից, որ ինքը ակտիվորեն ստիպում է Զելենսկուն ամեն ինչը կասեցնելով, զինվորական օգնություն, բան, հետախուզական տվյալներ, այդ կասեցնելով, ասում արի նստի խաղաղության, ուկրաինացի խաղաղ բնակիչները, որոնք որ զոհվում են, դրանք բոլորը Տրամպի ձեռքերի վրա են։ Մակրոնը, որպես մարդով պատասխանատվություն է կրում, փաստացի Եվրամիության միակ երկիրն է, որը ունի միջուկային զենք, հենց դրա հետ է կապված, որ ինքը կարող է առաջարկել ամեն ինչ, որպեսզի Եվրամիությունը պահի, որովհետև հայտարարությունը Եվրամիության, ես պետք է ասեմ, որ այստեղ Հայաստանում ընդհանրապես չերևաց դա։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը 2 օր առաջ հայտարարեց եվրոպական այդ համագործակցության ռազմական նոր բլոկի մասին, ոչ թե բլոկի, այլ նոր ծրագրի։ Այդ ծրագիրը բաղկացած է 5 կետից։ Առաջինը դա ֆիսկալ կանոնի փոփոխությունն է երկրների նկատմամբ, որը թույլ կտա հասցնել միջինում, Եվրամիության միջինում հասցնել ծախսերը հնայի մինչև 3-6%, որոնք կապված են պաշտպանության հետ, որը կբերի մոտարապես 680 միլիարդ եվրո, մի փոքր ավել, ընդհանուր պաշտպանական բյուջեի։ Բացի դրանից 150 միլիարդ եվրոյի Եմեն իր միջոցներից վարկային ծրագիր է բացում զենք զինամթերք, հիմնականում հակաօդային միջոցներ եւ հրետանային համակարգեր արտադրելու համար, որը գումար են գալիս, բացի դրանից գոյություն ունի նաև Նորվեգիան, Շվեյցարիան, որոնք իրանք իրենց հերթին չլինելով Եվրամիության անդամ եւ Մեծ Բրիտանիան ակնհայտորեն, որոնք չլինելով բանի անդամ, Եվրամիության անդամ, միևնույն ժամանակ համընդհանուր եվրոպական այդ ընդհանուր շարժման մեջ են։ Օրինակ Նորվեգիան, Մեծ Բրիտանիան չնայած որ Եվրամիության մեջ չեն եւ ՆԱՏՕ-ի մեջ են, բայց հաշվի առնելով որ ՆԱՏՕ-ի հանդեպ Տրամպի վերաբերմունքը կարա բերի եւ արդեն բերել է ՆԱՏՕ-ում մեծ ճգնաժամի, օրինակ Տրամպի, այսպես ասած, եւ Պուտինի լավագույն ընկեր Օրբանը ամեն ինչ կասեցնում է, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի եւ մեծ հաշվով Նորդիկ Բալտիկ երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի դերն ու կարևորությունը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի պաշտպանության, այսինքն Ռուսաստանի այդ մասից փակելուն ահռելի մեծանում։ Այսինքն մենք խոսում ենք նրա մասին, որ Եվրամիությունը իր մասով մոտավորապես 800-850 միլիարդ առանձնացրեց ու այս ամբողջը նենց չէ, որ ես իմ եւ մինչեւ 30 թիվ։ Այսինքն ստեղ այս քթի վրա 5 տարվա մեջ է։ Բացի դրանից կա նաեւ Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի մասնակցությունը այս ամեն ինչին, եւ մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն առանց ԱՄՆ-ի ժպիտով եւ անց Թուրքիայի, որտեղ Թուրքիան էլ խաղից դուրս է, ինքը չնայած գալիս է։ Լոնդոնում Թուրքիան հրավիրված է։ Չէ, բրիտանացիք կան չեն parza, որովհետեւ
Ուրիշ հարց կա, որի մասին բոլորը մոռանում են, բրիտանական բազաները կանգնած են Հյուսիսային Կիպրոսում։ Հյուսիսային Կիպրոսը օկուպացված է Թուրքիայի կողմից եւ մեծ հաշվով բրիտանականը տեղնավատորմը, հետախուզական կայանները, ծովային հետևակը, որ այնտեղ կանգնած է Հյուսիսային Կիպրոսում, որ առաջ ինքը Թուրքիայի դրա համար հարաբերությունները պահանջի չի կարող։ Բայց ամեն դեպքում մենք խոսում ենք դրա մասին, որ գոյություն ունի այս Եվրատլանտյան մեծ բլոկը առանց ծաղրածուների եւ այս բլոկը շարունակում է գործել։ Եվ ինքը գործելու է, եւ Մակրոնը որպես առաջատար, չնայած իր ստալմերն էլ դու պետք է հասկանա, որ իրենք երկուսը, որտեղ գոյություն ունի դե ֆակտո Եվրամիություն, որի միջուկային երկիր է նա, եւ եւս մեկ եվրոպական երկիր կա, որը միջուկային զենք ունի։ Դա Մեծ Բրիտանիան է եւ իրենց համագործակցությունը դեռևս 98-99 թվականի Ժակ Շիրակը եւ Տոնի Բլերը փորձում էին ստեղծել համատեղ ֆրանկո-բրիտանական ուժեր։ Դեռևս մինչեւ 9-11 Եվ այս ամբողջը ունի իր տակ մեծ հիմք, եւ սա շարունակվելու է, այսինքն այն ինչ որ ասում է Ֆրանսիան ստանձնել է առաջնորդությունը, սա նման է, գիտեք ոնց որ դրոշակակիրը ընկավ, եւ այդ ազատության դրոշակը ընկնելու վրա Մակրոնը վերցրեց։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն ընդունել է Ուկրաինայում հակամարտությունը, պատերազմը, որպես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև պատերազմ։ Շարունակելու ենք հիմա։ Նա ասում է, նախագահ Թրամփը սա դիտարկում է որպես ձգձգված, փակուղային հակամարտություն։ Եվ անկեղծ ասած, Ռուբիոնն է ասում, երեկվա իր ելույթն է հեռուստատեսությամբ Fox News-ին կարծեմ։ Անկեղծ ասած, ասում է Ռուբիոն, դա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Այս դեպքում, եթե Ռուբիոն ասում է Թրամփի համար սա փակուղային հակամարտություն է եւ ընդունում է, որ սա Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պատերազմն է, ատարբերակ որոշել է դուրս գալ այդ պատերազմից Միացյալ Նահանգները, Ուկրաինան, որ դերում են այստեղ, որին կուզես կօգնես, կուզես ինքնաթիռները հետ կուղարկես, օգնություն չի գնահատնի եւ ամենակարևորը, արդյոք որ դերում է լինելու արդյոք Ռուսաստանը կանգնելու է եւ այս պատերազմը չի դառնալու Ռուսաստան Եվրոպա պատերազմ, այս դեպքում Միացյալ Նահանգների դիրքը եւ որտեղ է լինելու դուք հպանցիկ դրա մասին ասացիք, որ ճամբարը ոնց որ թե փոխում է Միացյալ Նահանգները։ Թրամփը արդեն ոչ թե փոխում է, այլ փոխել է։ Հիմա Միացյալ Նահանգները ընդունում են, որ սա Ռուսաստան-Միացյալ Նահանգներ պատերազմ է, ասում է Ռուբիոն։ Մինչև այդ վերլուծաբաններն էին դա Ռուբիոն ստում է։ Ինչի համար է սա պետք, սա ակնհայտորեն հայտնի պատմություն է։ Սա պետք է լինի, որպեսզի հրամցվի, որովհետև ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների, տենց նահանգ չկա, նույնիսկ ամենակարմիր նահանգներ, ինչպիսիք են Յուտան, պրոուկրաինական եւ հակաադմինիստրացիայի հակատրամպական բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Բոլոր հանրապետական կոնգրեսմենները եւ սենատորները լրջագույն խնդիրներ ունեցել ընտրողների հետ, իրancs մոտ շաբաթ-կիրակի օրը ընտրողների հետ հանդիպումներ են ուղղակի հեղեղված է ինտերնետը։ Այտենց մարդ չկա, որ ասել են ապրեք, բոլորը ասել են դուք շանտաղ եք։ Այտենց բան չկա, ամերիկյան վետերանները, ասենք են որ ընդունված է հեռուստատեսություն, տու, սենց բան ասենք YouTube-ով տու չկա, լսականջներ թորում։ Ես այնքան եմ սիրում այոել, բայց նստում եմ ասում չէ, ես էլ մանուկ եմ իրանց նկատմամբ։ Այսինքն ընդհանուր առմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը հետևելն է 89%-ը համարում է, որ Պուտինը թշնամի է։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր մի քիչ արժանապատվություն ունեն, հասկանում են, որ Թրամփը, որը պայմանավորվում է Պուտինի հետ, սրիկա է։ Վերջակետ, period։ Չի քննարկվում են։ Ինչ վերաբերվում է Թրամփի քաղաքականությանը։ Թրամփը եւ նրա կողքը կանգնած միլիարդատերներ, օլիգարխիկ համակարգատեր ունեն։ Ինքը ինչ անում, ինքը 8 միլիարդ դոլարի 8 տրիլիոն 800 միլիարդ, չգիտեմ, այլանդակ սոցիալական կրճատում է, այսինքն ինքը հանում է այդ բանը, միլիարդատերների համար կրճատում է հարկայինը, մոտավորապես 4 միլիարդի իրանց սպանատալ, արձակուրդատալ հարկային։ Այս է եղել պատճառը, որ Թրամփի կողքը կուտակվել էին բոլոր այն մարդիկ, ում նայում էին, ասում էր դու օրինակ բան, հա, Ցուկերբերգը, որը նախորդ ընտրություններում եւ ամբողջ ճանապարհը ինքը Թրամփի դեմ է եղել։
Ցուկերբերգներ, այնտեղ բաններ, Բեզոսներ, որը Amazon-ի էլի անցած անգամ ինքը Բեզոսը Washington Post-ը փակել տվեց հակատրամպական բաներ արգելեց։ Այսինքն այս բոլոր մարդիկ, ովքեր ունեին հարյուրավոր միլիարդներ, Տրամպի շուրջ հավաքվել են, որովհետև Տրամպը իրանց ասել է, ես կոպիտ ասած Ամերիկայի բանը ձեզ փեշքեշ։ Ձեր հարկերը կնեն, ինչի համար է սա պետք, որովհետև տեխնոլոգիան, ես արդեն ասել եմ, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգները զիջում են։ Եվ բոլոր նրանք, ովքեր այդ բիզնեսի մեջ են, հասկանում են, որ դու չունես կրթություն, դու չունես մարդկային կապիտալ, դու ունես 300 միլիոնանոց, մոտավորապես 300 միլիոնանոց բնակչություն, որի միջին կրթական մակարդակը ցածր է, իսկ ճարտարագիտական կրթական մակարդակը ընդհանրապես չկա, շատ ցածր է։ Այսինքն դու չես հասցնում, հա? Եվ զարգանում է այնպես, որ այս չհասցնելու շնորհիվ, այո, դու ունես ընկերություններ, որոնք հիմնվում են քո մոտ Wall Street-ում, ովքեր քո բորսայում են եւ մեծ գումարներ են պատտացնում, բայց դրանց արտադրությունը, նախագծումը եւ բանը Ամերիկայից դուրս է։ Հետևաբար իրանք հասկանում են, որ այս ամբողջ պատերազմի մեջ այն պահից, որ օրինակ Չինաստանը ինչով վախացրեց սաղեն այդ ChatGPT անալոգը, որ ստեղծեց, որը պարզվեց, որ ամեժան անբանը ամեն շփրտեց դուրս։ Նույն բանը տեղի ունենում Ֆրանսիայում։ Ֆրանսիան ահռելի առաջադիմել է 2-3 տարվա մեջ, ինքը շատ առաջադիմել արհեստական բանականության հարցում։ Գերմանիան օրենսդրություն է փոխում։ Նույն օրը, երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարեց, որ պաշտպանական բանանում, նույն օրը կնքվել է սոցիալական պայմանագիր, այսպես կոչված, social contract, որտեղ որ Եվրամիությունը իր ամբողջ պետական եւ ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցելով բուհերի եւ բաների հետ եւ ընկերությունների, որոնք պահանջարկ ունեն artificial intelligence-ի մասնագետների մեջ։ Իրանք ստեղծում են, որը մոտակա տարիներին ապահովել է 300,000 մասնագետ պետական եւ Եվրամիության հաշվին։ Կպատրաստեն 300,000 մասնագետ, կվերապատրաստեն եւս 1.5 միլիոն։ Ամբողջական արհեստական բանականության ներդրում պետական համակարգերում, այսինքն Եվրամիությունը աշխատում է։ Այս բոլորը նրանք գիտեն, բայց քանի որ այնտեղ համակարգը այնպեսին է, որ ինքը բացառապես մասնավոր է, իրանց պետք է շատ փող, երկրորդ տարբերակը դա է։ Սա ինչ վերաբերում է Ամերիկային եւ Ամերիկայի քաղաքականությանը։ Ինչի համար է պետք ոչնչացնել Եվրոպան, որովհետեւ Եվրոպան ոչ միայն կարող է գա հասնի տնտեսապես, ինքը 500 միլիոնանոց շուկա է Մեծ Բրիտանիայի հետ միասին, 500 միլիոնանոց, բայց ինքը նաև կարծիքների, արժեքների եւ բանի առաջատարը։ Ձերքի հետ Տրամպը այս ամբողջ իրագործել միակ բանը, որ Ամերիկան ուներ, ինքը ժողովրդավարության եւ ազատությունների առաջատարն էր, որը պատրաստ էր աշխարհի ցանկացած կետում գալ եւ խառնվել եւ պատերազմել դրանց հիմար։ Ինքը ասես դա չեմ անում։ Ինչ չի հետաքրքրում, որ Ուկրաինան բանը։ Ուկրաինան ինքը վաճառում է ռուսներին։ Բոլորի մոտ հարց առաջանում, ինչի դիմաց։ Միակ դաշնակիցը, որի մասին խոսել է Տրամպը եւ այս ադմինիստրացիան, ընդհանրապես միակ դաշնակիցը աշխարհում, որը ինքը տեսնում է, դա Իսրայելն է։ Իսկ Իսրայելի Բիբի Նետանյահուի համար միակ ողերին թշնամին դա Իրանն է։ Եվ ես ենթադրում եմ, ես համարում եմ դա 50%-ով հավանական, գնալով դեպի 60, որ Ուկրաինան վաճառվում է Ռուսաստանին, դավաճանաբար վաճառվում է, ընդհուպ մինչև մեջքից կխփեն, ընդհուպ մինչև Եվրոպայի դեմ ակցիաներ կանեն, կոնկրետ օպերացիաներ, որպիսի Ուկրաինան տապալվի, որպիսի Ռուսաստանը օգնի կամ առնվազն չխանգարի, երբ որ Իսրայելը որոշի Իրանին խփել։ Այս է խնդիրը։ Մենք ունենք երկու բան, ինքը համարժեք է։ Ինչի է սա էական, որովհետև մեկ հին ամերիկյան օլիգարխիայի համար աշխարհի գազային եւ նավթային վարկանիշներով Իրանը ինչ որ շատ հետ է։ Ինքը top 5-ի մեջ է։ Եվ ինքը ապահովում է իր նավթով եւ գազով եւ կարող է ապահովել ավելին երկու հիմնական երկիր, որը Տրամպը ուզում է կապի իրան, կլիենտ երկիր, դա Չինաստանն է եւ Հնդկաստանը։
Հնդկաստանին պատժելը ոնց տեղի ունեցավ։ Պակիստանին $400 միլիոն բանա Տրամպը։ Այն որ սուսիկ-փուսիկ տակից $400 միլիոն փաթեթ ռազմական տվե եւ 16-ների բան անելու։ Պատկերացնեք Թուրքիային չի տվել, Պակիստանին տվել է, դա նույն բանն է։ Բայց սա ինչ է, սա նշանակում է, որ ինքը Պակիստանին մեծացնում է ում դեմ։ Պակիստանը ուրիշ մեծանալու տեղ չունի։ Դա մենակ Հնդկաստանն է։ Այսինքն սուտ խոսելով նրա մասին, որ ինքը խաղաղություն է տարածում, ինքը սերիական ստախոս է։ Նույն է տարիֆները ավտոմեքենաների։ 24 ժամ չտևեց։ Գիտեք ոնց են վրան ծիծաղում։ Ասեք որպեսի բաց լինի, ինչ մասն է։ Տարիֆները Կանադայի վրա ուզում է, Կանադայի, Մեքսիկայի վրա 25% տարիֆ, կանադական նավթի գազի վրա 10%, հեսա Չինաստանին պլյուս 10%, 20, հեսա հանեմ, փրթեմ, բան, is our beautiful country, բան, sense բան կանեմ, Տրուդոն ասես դու հիմար ես, որից հետո Ford-ը General Motors-ը ու սա եւս մի ընկերություն չեմ հիշում, ոչ, էական չէ։ Հա, նախ եւ առաջ ասելու պահին Dow Jones-ն ու բանը Nasdaq-ը ընկան։ Մի ահավոր ռալի էր, բոլորը վաճառեցին։ Ոչ մեկ չէր հավատում որտեղ, բայց արեց։ Տևեց դե պարզա այնտեղ Տրուդոն հայտարարեց, ավելի կարևոր էր Ալբերտայի եւ Օնտարիոյի նահանգապետերի հայտարարությունը, որոնք ասացին, որ քանի որ հարգելի ամերիկացիներ, քանի որ ձեր ղեկավարությունը բացարձական ասում է, ինքը լավ չի հասկանում, 1.5 միլիոն տնային տնտեսություն հոսանք ունեն, որովհետև մենք ենք ձեզ այդ հոսանքը տալիս։ Ու նենցա, որ ռուբիլնիկը մեր ձեռն է։ Ու նենցա, որ դա բանա, հիդրոկայան է։ Կանջատենք, ջուրը ուրիշ տեղ թողենք։ Չենք տա։ Այսինքն, երբ որ եկավ իրականությանը բախվեց, 24 ժամ չի անցել, 23 ժամ հետո ասեց բան, դե պարզա չէ Twitter-ում հայտարարեց, որ դե մենք իրանք կոդրվան, իրանք եկան, բան, սուտ։ Իրա սեփական արտադրողները եկի ասել են ընկեր ջան, ավտոզագարովդ հանդերձ կգնաս Մարալագոյում ավել կանես, եթե հենց հիմա հետ չպտտես, որովհետև ավտոները լոկալ լուրերը, որ նայում ես Ամերիկայի, ասում են այս ավտոն է, կոնկրետ RAM էր, Dodge RAM, pick-up, այն որ մեզ 44-ի ժամանակ որ պետք էր բերում էին էլ մարդիկ, հետո ակնհայտ անհայտ մարդիկ սկսեցին քաղաքում դրանք քշրված թողնենք։ Այսինքն գինը 80,000 ամերիկյան դոլար։ Ինքը ավտոմատ դառնում է 100։ Ավտոմատ այդ տարիֆների պատճառով, որովհետև բազմաթիվ գործընթացներ, որոնք կապված են այդ ավտոմեքենաների արտադրության հետ, մի քանի դրանց այդ գործընթացների ընթացքում մի քանի անգամ նույն ավտոմեքենան կամ իր մասերը հատում են Մեքսիկա, ԱՄՆ, Կանադա, ԱՄՆ եւ հակառակ սահմանը։ Ինստեղ Մեքսիկայում ինչ-որ մի կտոր արտադրվում է, գալիս Ամերիկայում ինչ-որ ավելի մեծ մոդուլ է հավաքվում, գնում է Կանադայում ինչ-որ էլի է հավաքվում, հետ է գալիս, հետո գնում է Կանադա, որ ներկվի ու ներկված հետ գա։ Դե պատկերացրեք ինչքան ամեն անգամ 25% պիտի տա։ Եվ ամենակարևորը, այս գործող պայմանագիրը Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ, որը որ ինքը համարում է, որ սա վատնա։ Նույնիսկ ասում է ով է այն հիմարը, ով որ սա ստորագրել է, ախր ինքն է։ Նախորդ իր կադենցիայի ժամանակ անձամբ ստորագրել է, ասել է հրաշալի բան եմ ստորագրել։ Ինչա պետք անել։ Այո, ինչ է պետք անել։ Այն ինչ որ անում Մակրոնը։ Կազմ պատրաստ ասել, եկեք ընդունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդավարության համակարգը այնպիսին է, որ ցանկացած հիմար կարող է իշխանության։ Որ ցանկացած սրիկա, ով գալիս է ոչնչացնելու սոցիալական ապահովությունը, ով գալիս է, ասենք, չգիտեմ, Հարավ Աֆրիկայից ապօրինի ամերիկան ներխուժած, չընտրված եւ չհաստատված անձին տալիս է հուշ գաղտնի տվյալներ, որը կարողանում է այդ անձը դադարեցնել, ասենք, չգիտեմ, ավիացիայի վարչություն գործունեությունը, առողջապահական համակարգը ոչնչացնել, ամեն ինչը ոչնչացնել, միջուկային զենքի պահպանության վարչությունը փակել։ Հասկանում եք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդավարությունը իդեալական է, ինքնին իդեալական է, որ դեր կարող են իշխանության։ Մենք սա պետք է ընդունենք։ Այսինքն հույս չպետք է դնես։ Էսա, ինչ որ Մակրոնը ասում է, այդ ասում է, մենք պետք է այնքան ուժեղանանք,
որ Եվրոպայի բացի նրանից, որ չպետք է հարցը լուծվի Վաշինգտոնում կամ Մոսկվայում, որտեղ երկուսն էլ կակտը Եվրոպայից մի տեսակ բան են, փոքր են ու ածանցյալ են, այլ նաև ոչ մեկի մտքով պետք է չանցնի, որ Եվրոպայի որոշումները կարող կայացվեն Մոսկվայում, հեր կամ Վաշինգտոնում արդեն հեր։ Այսինքն գոյություն ունի եվրոպական քաղաքակրթություն, Տրամպը իրան դրեց այդ քաղաքակրթությունից դուրս։ Այստեղ ամենահետաքրքիրը այդ Մոսկվան եւ Վաշինգտոնը մեկ նախադասության մեջ կապելն էր։ Դե որտեղ նույնն են։ Գիտեք ինչ նախնդիրը, բազմիցս խոսում են բոլորը, ունենք ժամանակ։ Հա։ Ունենք։ Բազմիցս խոսում են, այս մարդը 80-ական թվական Տրամպ։ Դուք կարող եք բացատրել, ոնց կարա մարդ ունենա 4 հատ կազինո ու բանկրոտ դառնա։ Կազինոյի բանկրոտը ո՞րն է։ Կազինոն ստեղծված է, որ մարդկանցից փող կթի։ Ընդ որում դա Atlantic City-ն, այսինքն ամբողջությամբ դեռ հատուկ հարկային դաշտեր, հատուկ բան, իրան ոչ բան չէ։ Ոնց էս կարացե կազինոն տակ տաս։ Դուք հասկանում եք ինչ տաղանդավոր անտաղանդ պետք է լինես, որ կազինո 4 հատ կազինո։ Բայց այդ մարդը հայտնի է նրանով, որ նույն են Էփշտեյնի հետ կասկածվում է, որ ինքը սենց ասեմ, չի կարող հերկվել այն փաստը, որ ինքը անչափահաս աղջիկների հետ Էփշտեյնի իրանք երկու տղամարդ եւ անչափահաս աղջիկներ կիսամերկ գտնվել են նույն դահլիճում։ Առանց կամերաների, դա չի հերկվում։ Իմանալով ինչով է զբաղվել Էփշտեյնը, ակնհայտ է, չէ՞ որ այդ մարդուն նախագահ էլ պետք չի ընտրել։ Բայց Ամերիկան ընտրեց։ Հասկանում եք, հիմա բաները բացում եք, ասենք YouTube-ը նայում ես ամերիկյան բան։ Ես շատ ափսոսում եմ, ես MAGA ակտիվիստ եմ, որ ընտրել եմ Տրամպին։ Տղա ջան, դու իզուր ես ափսոսում։ Այ քեզ պետք է սենց հավաքեն, տանեն Պակրովսկի ուղղության տակ, որ ընտանիքը տեսնա, ոնց ես դու դառնում պարտանյութ, որովհետև ափսոսալ այդ զատիկից հետո ներկաց ձուն 1000 ներողություն։ Կարակ այն Ձվերի գնի պես, ձվերի հարցը գիտեք ինչի է ձուն բարձրանում, որովհետև մասկի գործունեության պատճառով փակվեց այն վարչությունը եւ այն գործընթացը ամենակարևոր որ լինում է, թռչնի գրիպ կոչված։ Փակել է։ Բայց Թրամփը Բայդենին է մեղադրում ձվերի թեմայով։ Պարզա Բայդենը պետք Ծանոթ է չէ մեզ, մենք մինչև 25 թիվը նախկիններին ենք մեղադրում, մեր ամոթ էլ մի ամիս չի անցել, ոչինչ որ Բայդենը իրան թողել է, ասենք ցածր ինֆլյացիա եւ աճող NASDAQ, հիմա հակառակն է, հարցը էդի չի, այս բանի պատճառով, թռչնի գրիպի պատճառով, այդ թռչուններին տը ոչնչացրել են, ձուն դրա համար չկա, հա, բայց խնդիրը որտեղ է, հայտարարում են, որ հələ 41%-ով աճելու է գինը, այս տարվա մեջ Այսինքն սա մասկի գործունեությունն է։ Ես չգիտեմ ամերիկացիք ում են մեղադրում։ Եկեք այնուամենայնիվ վերադառնանք Իրանի թեման եմ ուզում բարձրացնեմ։ Իրանին վաճառելու է, Պուտինը Իրանին վաճառելու է։ Ես ուզում եմ որ սա գիտեմ որ մեզ նայում են Իրանի դեսպանատունը լսի, հա։ Անմիջապես այդ ուրբաթ երեկո մենք ցավոք սրտի ուրբաթ ցերեկն ենք։ Այո, մենք չհասնենք։ Այդ կարևորագույն իրադարձությունը մենք չմեկնաբանեցինք, ուրեմն նույն օրերին Պուտինը, Պեսկովը հայտարարում է, որ Պուտինը համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային զենքի քննարկման շուրջ բանակցություններում, այսինքն Ռուսաստանը ուզում է ցույց տալ եւ ապացուցել, գուցե եւ այդպես է ես եմ հարցնում, որ շատ կարևոր է Ռուսաստանի միջնորդությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններում, այսինքն Ռուսաստանը եւ ասում է փետրվարի սկզբին ենք մենք դրա մասին խոսել Միացյալ Նահանգների հետ, այսինքն մինչ այդ անցած ուրբաթ օրվա Զելենսկու հետ կապված այդ ամբողջ իրադարձությունները։ Եկեք փորձենք մի հատ այդ պատկերը ամեն ինչը դասավորել իրենց տեղերում։ Տեսեք, Տրամպը սերիական սուտասան, Ռուսաստանը սերիական դավաճան։ Ես խնդրում եմ, մի վիրավորեք։ Դա վիրավորանք չի, դա ամերիկյան կոնգրեսում դա հնչում է։ Կարող կրկնեմ կոնգրեսմեններին եւ սենատորների ասածը։ Մեջ բերեմ, quote unquote։ Լավ։ Սուտ է խոսում։ Օրինակ, 350 միլիարդ դոլար Ուկրաինային ամերիկան օգնություն չի տվել։ Դա կոչվում է սուտ։
ու դա կրկնվում է ամեն օր, հետեւաբար դա կոչվում է սերիական սուտ։ Բացառվում է, որ ինձ մեկը դրան կարա մեղադրի։ Պուտինը սերիական դավաճան է։ Պուտինի ստորագրությունը, առավել եւս Ռուսաստանի Դաշնության ստորագրությունը, ոչինչ չարժի Պուտինի համար։ Բուդապեշտի մեմորանդում, Հայաստանի հետ պայմանագրեր, խաղաղապահ ուժեր, չարաբաստիկ զումով ստորագրություն, որ ինքը ասել է հա ցենտրը, բան, հա, Արցախ, այսինքն ակնհայտ է։ Ինչի համար է պետք Ռուսաստանի միջնորդությունը, որովհետև Ռուսաստանը ուզում է վերադառնալ միջազգային դաշտ, իրան մեծ հաշվով բոլորը թքած ունեն իր վրա, բոլորը գիտեն, որ ինքը ռազմական հանցագործ է, murderer, serial killer։ Ինչ ասես են, այսինքն մարդասպան, իրականում հոդվածը ռազմական հանցագործությունների երեխաների փախցնելու եւ բանի համար, այսինքն դա ակնհայտ է, որ մարդը հանցագործ է։ Որպեսզի ինքը վերադառնա միջազգային հարաբերություններ, իրան ինչ-որ տես բաներ, գործողություններ պետք են։ Միևնույն ժամանակ ինքը ուզում է ցույց տա այսպես կոչված գլոբալ հարավի, որը իր այդ մղձավանջային այդ ուղեղում ստեղծված է, այդ բունկերում երևի ինչ որ բան են կլեյա շնչում, ինչ անում։ Իրան թվում է թե գոյություն ունի գլոբալ հարավ, այդ BRICS, որի ղեկավարը ինքն է։ Դրա համար ինքը տենց ասում է, գիտես ինչ կա, այս իմն է, ես միջնորդ կլնեմ, դու խոսակ։ Իրականում Իրանում իրան թոփալ շանտեղ չեն դնում։ Մոտավորապես այդպես։ Իրանը շատ լավ հասկանում է, ով է դավաճանը, ով է ինչ արել, ով է իրան ոնց դրսևորել, եւ Իրանի համար ընդունելի տարբերակը այդ քննարկման Շվեյցարիան է եւ այդ խոսակցությունները գնում են։ Ինչի է Տրամպը, ինչի է այս հարցը առաջացել, ինչի է Տրամպը խառնվում իրար, ինչի է Վենսը գոռում, որ պատահական երկրներ նկատի ունենալու Ֆրանսիային եւ Անգլիային հազար ներողությունները ով եք դուք եղել առանց Անգլիայի եւ ընթացքում պատերազմներ չի սուտ են խոսում Ֆրանսիան էլ Անգլիան էլ մասնակցել են ամենասկզբից 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի աշխատել է միայն Ամերիկայի համար հենց դրա համար Վենսին համարում են կլոուն եւ ծնողապիղծ հայհոյանքներ են տալիս Իրանի հարցը որն է հիմա Իրանը ինչ է ինքը ուզում շատ կարեւոր է Վենսը գոռում է նրա մասին, որ ասում է դուք մենակ Ամերիկայի նախագահի հետ կարաք այս հարցը լուծեք։ Մենակ մենք ենք, որ Ուկրաինայի հարցը կարանք լուծենք։ Իրականում ոչ։ Ասեմ այդ հա, մի հատ էլ գերսուտ Տրամպը կոնգրեսում ասում է Զելենսկին ինձ նամակ է ուղարկել, send me a letter։ Նագլի սուտ է խոսում, որովհետև Զելենսկին ոչ մի նամակ չի ուղարկել։ Զելենսկին իր բոլոր social սոցիալական ցանցերի account-ներով այդ տարածել է։ Բաց նամակ, հա? Դա բաց նամակ չի Զելենսկին հայտարարություն է արել։ Հայտարարություն է արել։ Հա, որովհետև գրվում է Զելենսկին ամեն շաբաթ անում է։ Հենց այս օրինակ Ռուբոյի այս հայտարարությունը, որ ես մեջ բերեցի, տակը գրված էր որպես վերջին event, վերջին նորություն, որ Զելենսկին նամակ է գրել Թրամփին։ Սուտ է այդ մարդը սոցիալական ցանցերով ասել է նույն բանն է ասել, Տրամպը նույն բանն է Լավ, ասենք նամակ չգրել, հայտարարել։ Ինչի համար է դա կարևոր։ Տրամպին, քանի որ ինքը մղձավանջային ուղեղ ունի, ինքը ինչի էր նեղացել։ Ասում է դու you ever have a suit։ Բան ունեք, բաճկոն ունեք, կոստյում ունեք։ Ունեմ քո համար չի։ Ունեմ թաղմանդ կհակնեմ։ Զելենսկու տեղը ես տենց կպատասխանեի, ճիշտ է ինքը շատ կուլտուրական բան արեց։ Ունեմ թողել եմ մամայիդ ննջարանում։ Ուղղակի վրազեի թողեցի այնտեղ։ Չէ, բայց դրան այտենց է պետք պատասխանել, որովհետև նմանատիպ մագա ակտիվիստներ, որոնք ժողովրդավարության, քաղաքավարության, զարգացման, կրթական այդ ամբողջ բանը, որ այդ պոլիտեսը բանը իրանք օգտագործում են, դրան վերաբերվում են որպես թուլություն եւ բոլոր հնարավորությունները օգտագործում են, որ նվաստացնեն քեզ, ենթադրելով, որ դու քաղաքավարությունից ելնելով չես ասի, բայց ոնց որ դու հասարակած տանն ես մեծացել։ Իրանց այտենց է պետք պատասխանել, թե չէ այն մարդիկ ովքեր իրանց ձայն են տալի, համարում են, այտես ուժեղ տղա է, այտես Զելենսկուն ասեց կոստյում չունես, այն էլ սենց սուսփուս բան արեց, չէ, այտենց չի, դու պետք է աշխատես այնց, որ դրա ընտրողը, ասի ախպեր, բայց սպասի, Զելենսկի ոնց որ ավելի լավ տղա է կանցեսի։ Դրա համար ինձ մեկ-մեկ հարցում են կոպիտ ես, լավ եմ անում կոպիտ եմ, որովհետև մենակ այտենց է պետք պատասխանել, երբ որ քո քաղաքավարությունը, ինչ որ անասուն օգտագործում է որպես կոդեմ գործիք, որովհետև ինքը հետո գնում է ընտրողներին այդ կտորն է ցույց տալի։ Ինչ են անում մագաները։
Մագաները հիմա ցույց են տալի, տեսեք, Տրամպը բերեց Զելենսկուն իր կաբինետում կզծրեց։ Չնայած ամբողջ աշխարհը ասում ու դուք անասուն չեք, ես ինչ եք անում։ Բայց այդ ձայնը ոչ միտեղ չի լսվում։ Այն ում վրա որ պետք է ազդել իր էլեկտորալ հիմքը, այն մարդիկ, ովքեր ասում են Տրամպը ճիշտ է, բան, դրանց է պետք թույլաtsնել, այդ հիմքն է պետք Տրամպի տակից տանել։ Ոչ թե իրար մեջ նստենք կուլտուրական խոսանք գրադարանում, գիտեք դա այնպիսի անընդունելի արարք էր Վենսի կողմից, ով ոչ ինչ եք ասում, չէ ինչ ոչ ինչ եք ասում։ Գիտեք, ֆիլմեր կան, կոնկրետ մի ֆիլմ կա, որտեղ կանչում են, հրավիրում են, ասենք, գիտնականին, այդպես ինտելիգենտ մարդկանց եւ ծաղրում են։ Ես ձեզ ասեմ ինչ ֆիլմ, հա, ես ձեզ ասեմ ինչ ֆիլմ են իրանք կոսպլեյ անում, որի մասին ոչ մեկ չի ուզում խոսա։ Դասական, իրոք դասական դա սկրին է։ Ինք ասում դու եկել ես մոտս, բայց եկել ես առանց հարգանքի։ Պետք է ուսնացեցն։ The Godfather-ն։ Բայց դե պետք է հասկանալ։ Ացեք դուք պատկերացնում մարդը նստած է Oval Office-ում ու իրան ուզում է դնի The Godfather, այսինքն ինչ, կնքահայրի տեղը, ինչ դեր ես խաղում։ Ինչ եք ուզում ցույց տա։ Ես գիտեմ խիա դա, որովհետև հասարակության մեջ, ամերիկյան հասարակության մեջ, այդ թվում, ցանկացած հասարակության մեջ դա կա։ Ռուսաստանը այտենց եկավ Պուտինին։ Ինքը ուժեղ ձեռքի կարիք ունի։ Այդ ուժեղ ձեռքի կարիքը գոյություն ունեն ինչ-որ sense տրիգերներ, որոնք աշխատացնում են։ Հիմա Տրամպեն աշխատացրեցին այդ տրիգերը։ Մի մասը կերավ, ասեց ուժեղ տղա է։ Ինչ է ինքան, ինքը ստեղծում է էլեկտորալ 5-26 թվականի կոնգրեսի ընտրություններին, որտեղ հիմա իր առավելությունը շատ փոքր է։ Ու ինքը հիմա սոցիալական բաները կտրելու է, հետևաբար իրան նոր բան է պետք, իրան պետք է, որ իր կողմնակիցները ակտիվորեն գնան, իսկ իր կողմնակիցները ուզում են ուժեղ ձեռք։ Ժամանակը քիչ է նորից վերադասավորում ենք, նայում ենք։ Փաստորեն Ռուսաստանի այս հայտարարությունը հենց այդ ժամանակահատվածում ցույց էր տալիս, որ Միացյալ Նահանգները հիմա հարցի տեսքով եմ տալիս, արդյոք իսկապես Միացյալ Նահանգները Իրանի հետ իրենց հարաբերություններում ունեն Ռուսաստանի կարիքը եւ ընդհանրապես Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ դա արդեն ձևավորվում է մեկ ճամբար, որտեղ Միացյալ Նահանգները կախված են Ռուսաստանից։ Այո, միանշանակ։ Եվ իրանք արագ-արագ սանում են, որտեղ իրանք արագ-արագ է պետք, որտեղ Գազայի տարբերակը չի ստացվում։ Գազան չի ստացվում։ Այսօրվա հիստերիկացած իր տվիտերը Տրամպին չի մասն են խոսում։ Պուտինին եւ Տրամպին խիստ անհրաժեշտ է շատ արագ այս հարցերը լուծել, ինչու, որտեղ իրականում եթե ամերիկյան օգնությունը շարունակվեր նույնիսկ այն ծավալներով, որը կար, եւ այս խոսակցությունը մնար օդում, ինչի կասեցվեց օգնությունը, Ռուսաստանը սպառվում է ավելի շուտ, քան ուկրաինական կողմը, որտեղ ուկրաինական կողմին աջակցում է համ Եվրոպան, համ Ամերիկան աջակցում էր, հիմա Եվրոպայի աջակցությամբ առնվազն Ուկրաինան թույլ չի քան Ռուսաստանը, բայց մինչև ուժեղանա ժամանակ կտանի, բայց Ամերիկա պլյուս Եվրոպա օգնությամբ Ուկրաինան ավելի ուժեղ էր։ Եվ խնդիրը գալիս էր կանգնում մենակ նրան, թե երբ Ուկրաինան կկուտակի բավական ուժեր, որպեսզի առանձին ուղղություններով բայց Ամերիկան դուրս է գալիս այդ։ Ամերիկան դուրս է գալիս։ Հիմա Ուկրաինան բավականաչափ թույլ չի, որպեսզի իրանք կոտրեն։ Ինչի է կատաղությունը Վենս արտաբերում եւ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ մնացածի դեմ, որտեղ իրանք թույլ չեն տալի, որ Ուկրաինան կոտրվի, որտեղ Մակրոնը կանգնում, ասում է Ուկրաինան չի կարա պարտվի, որ խաղաղությունը պետք է լինի ի օգուտ, որտեղ Մակրոնը վերցրել է առաջնորդությունը, իսկ նրանք չեն կարող Մակրոնի վրա։ Վենսը ասում է Միացյալ Նահանգների տնտեսական աջակցությունն է Ուկրաինային։ Վենսը շատ բան ասում։ Դե ինչ որ բաներ ասում է, բայց Վենսի ասածը կապ չունի, ինքը ասում է մենակ Ամերիկայի նախագահան կարող է այս հարցը։ Այդ է իմաստը, որտեղ իր ընտրողին է պետք ցույց տա։ Գազան ասեց ես 2 միլիոնին կհանեմ, կվռնդեմ, կտանեմ, չգիտեմ, Եգիպտոս, կտանեմ Սաուդյան Արաբիան եւ Արաբական լիգան 24 ժամ չի անցել, որ հայտարարել են, որ մենք հակադարձ պլան ունենք, մենք համաձայն չենք այդ պլանի։ Մերժել է Թրամփը վերջին նորությունը, CNN-ը ասել է, որ Թրամփի վարչակազմը մերժել է Գազայի վերականգնման ծրագիրը, որը հաստատել էր արաբ առաջնորդների կողմից, ասել է, որ նախագահը հետապնդում է իր սեփական տեսլականը, որը ներառում է տարածքի պաղեստինցիներին արտաքսելը, այն Միացյալ Նահանգներին պատկանող Ռիվիերայի վերածումը։
Էթնիկ զտում, արաբական երկրները, արաբական այսինքն առավոտվա լուրը։ Առավոտվա լուրը։ Տրամպը ասաց, չէ, սա ինչ է նշանակում, որ գոյություն ունի արաբական երկրները, որոնք պակաս գումար չունեն ազատ քանց Ամերիկան եւ առավել եւս քանց Իսրայելը, որոնք ասում են, չէ, չանցավ էդի, չենք թողելու որ դու անես, դա նշանակում է նույն բանը, ինչը որ բազմիցս մենք ասել ենք, որ ոչ չեմ ուզում այդ թեման առանձնացնել, ոչ, եթե արաբները չեն ուզում, որ այդտեղ լինի Ռիվիերա, այդտեղ Ռիվիերա չի լինի։ Որտեւ եթե դուք փորձեք այդտեղ անեք Ռիվիերա, իրենք շաբաթը մեկ այդտեղ 100 հոգի կտրակացնեն, վերջակետ։ Սա չեղավ, Ուկրաինան չեղավ, այնտեղ Եվրոպան է դեմ, այստեղ արաբներն են դեմ, ինչ է մնացել, ինքը դե ասում է դե մի հատ Իրան անեմ, նվեր տամ Նետանյախուից։ Որպեսզի ինքը Նետանյախուից նվեր տա, ինքը պետք է ապահովի, որ ինչ որ մեկը Իրանին դավաճանի, ընդ որում այդ մեկը արդեն դավաճանել է Իրանին։ Ինքը արդեն Սիրիայում Իրանին դավաճանել։ Ինչի մասին Իրանի իսլամական բանի հեղափոխության կորպուսի հրամանատարներից մեկը խոսում էր, որ երբ որ Իսրայելի օդուժը գալիս էր մեզ հարվածելու Սիրիայի տարածքում, ռուսները անջատում էին ռադարները եւ հոպը, ասենց ֆլեշբեկը Հայաստանում էլ են, չէ՞, տենց արել։ Ինչ ծանոթ է, չէ՞, ռուսական դասական բան է։ Հիմա Իրանը գնել է մի քանի ռուսական հոպ միջոց, այս 300, այս 400։ Կարամ գրազգամ, որ անհրաժեշտության դեպքում դրանք չեն աշխատի։ Այսինքն խնդիրը որն է, ոնց են պայմանավորվել, որտեղ եմ ես տեսնում պայմանավորվածությունը, ենթադրում եմ, որ դա 50-ից ավել տոկոս հավանական է։ Պուտինը ասել է, ապեր քեզ Իրանն է պետք, ինձ էլ Ուկրաինան։ Ես քեզ կտամ Իրանը, դու ինձ կտաս Ուկրաինան։ Վերջակետ։ Всё։ Տրամպին ինչ որ մի բան պետքա որ հրամցնի, որովհետև գները չի իջնում, ինֆլյացիան բարձր է։ Նյու Յորքի ֆոնդային բիրսան, ու ոչ միայն Նյու Յորքի ֆոնդային ինդեքսները անկման մեջ են։ Տարիֆային պատերազմը դեռ նոր է սկսել, բոլորը հիմա խոսում են ավտոմեքենանից, բայց այդ ավտոմեքենաները չէին մենակ։ Գյուղատնտեսական ապրանքներ կան։ Բոլոր այդ մնան raw materials, մնացածը, ասենք հանածոներ, բաներ, անտառ, ինչ ասես կա։ Ավոկադո, լայմ, գուակամոլե, տեկիլա, այդ ամեն ինչը Մեքսիկայից է փակվում, Եվրոպան է սպասում բանի, ալյումինիում ունեն ու պողպատ ունեն, էդ էլ ամբողջ են գնելու տարիֆների տակ։ Տրամպը հիստերիկացած բանի մեջ է, եւ քանի որ ինքը ստախոս է, բոլորը արդեն չեն հավատում, բոլորը սպասում են ինչ կանի, իսկ սա իր համար ամենավտանգավորն է, որովհետեւ իր նման բիզնես գործիչների համար էական է, որ շոկ ստեղծի, այդ շոկի ընթացքում քյարփոքի։ Այսինքն գա գոռասի, գիտես ինչ կա, հեսա ոստիկանությունը գալիս է բանեսի, էսի տուր, դու գնա, ես կվերցնեմ իմ վրա բան, ձերցնի մի բան վերցնի, հետո ասի ով, ես քեզ բան չեմ վերցնի։ Իրանի հետ այդպես կարող է խոսել։ Չէ։ Չէ, ինքը ոչ մեկ այդտենց չի կարող խոսել, բայց ինքը կարող փորձի։ Ինքը օրինակ այդտենց փորձեց Կանադայի վրա։ Ես հիանում եմ, խոնարհվում եմ ուղակի Կանադայի արտգործնախարարը ֆանտաստիկ ելույթ ունեցավ BBC բան, այդ պետք է նայել։ Ես այտենց Ես եմ նայել։ Հա, այտենց դասական ոչնչացրեց, դասական ընդ որում նաև խորհուրդ տվեց Ուկրաինային ոնց, հա, այնտեղ ինչ որ ես այդ խորհուրդը կվերցնեի, օրինակ մեր մոտ էլ ցույց կտայի։ Ասում այտենց մարդկանց հետ դուք չպետք է ասեք, օրինակ մենք խաղաղություն ենք ուզում։ Դուք պետք է ասեք այ էս ու էս իննա։ Դու հետո ինչ ուզում ես արա, դու արի ասա ինչ ես ուզում։ Հեշտ է ասում, Զելենսկին անգամ այդպես չի խոսում։ Իսկ ով ասաց որ Զելենսկին օրինակ տենց խոսի։ Չէ, Զելենսկինը տենց է խոսում, Զելենսկին ասում է ինձ պետք է։ Ասում է ես չեմ անի։ Չէ, տենց չէ, այդ չեմ անին սխալ է։ Ասեք։ Պետք է ասես որ Զելենսկին ասում է ինձ պետք է կայուն խաղաղություն երաշխիքներով։ Եվ իմ բանի հաստատում կարգավիճակի։ Վերջ, այստեղից սկսած ես պատրաստ եմ բանակցել։ Օրինակ մեզ մոտ դա կլիներ հրաշալի։ Մերոնք ասում են տարածքային ամբողջականություն 91 թվականի բան, էլի նման է։ Էսա, ասում ենք դալշի գնում ենք։ Ուղղակի մերոնք չեն կարողանում հետո Տրյուդոյի բանը որտեղ է ինքը սա ասեց, երկրորդ բանը որտեղ է, այդ որ ինքը ասեց պատժամիջոցներ, բաներ, տարիֆներ։ Տրյուդոն ասեց, գիտես ինչ կա։ Մենք էլ ենք տարիֆ մտցնում։ Այսինքն, երբ որ դու ասում ես, որ Ալմատայի հռչակագիր,
որ իմ տարածք, որ էս ինչ։ Դրանից հետո, երբ որ ինձ ասում է բան եմ ուզում, միջանցք եմ ուզում, դու պետք է ասես ես էլ Աբշերոնն եմ ուզում։ Այս խողովակը որ գնում է Վրաստան, ստերից կիսի կեսը ինձնով տար, ես էլ եմ ուզում։ Խաղաղության գառանտիա ես ուզում, այս խողովակը բեր ինձնով անցկացրու։ Ոչ թե նորը չէ, այ էս հիմա։ Դու հիմա ես չէ ճանապարհը ուզում, ոչ թե հետո։ Հետաքրքիր խաղաղության գառանտիան հպանցիկ պարզապես հիշեցնեմ, որ Կապուրկինը հարցազրույց է տվել եւ ասել է, որ Մերակեստեր Աստված է տլը սաղա։ Այո, ասել է, որ Հայաստանի սկսել է գառանտիայից խոսել, դրանից առաջ այդպես ձևակերպում չէին ասում, հիմա Զելենսկուց հետո ասում են 102-րդ բազան մենք այստեղ կանգնած, մենք ենք ձեր ուրեմն անվտանգության գարանտները։ Շատ կներեք 102-րդ բազան ըստ վերջի տեղեկությունների հանդիսանում է բարրիկների տեղ։ Մարտիկ ընդեղից թմրանյութ են վաճառում, հետո փախնում են Հայաստանից։ Կապուրկինը ինչ-որ մեկը բան չէր ասել դա։ Ֆենտանիլի համար Կանադայի վրա տարիք ձևակերպում Նիկոլ Փաշինյանից Միացյալ Նահանգների այդ Իրանի թեման եւ ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված նա ասում է, որ մենք մեր բոլոր հարաբերություններում փոխում ենք հաշվի առնել մեր տարածաշրջանային շահերը, սա մեկ ձևակերպում, ես մեջբերում եմ։ Հայաստանի Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է փաստաթուղթ, որը մենք պետք է դիտարկենք որպես օրակարգ, ձգտենք իրականացնել։ Հուսով ենք, որ այս համաձայնագրի շրջանակներում մեր տարածաշրջանում սպառնալիքներ չեն առաջանա այդ մեր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթի պատճառով կամ ավելանան, ուրեմն սպառնալիքներ չեն առաջանա կամ չեն ավելանա, այլ ընդհակառակը կբացառվեն եւ կամրապնդվեն արկա հնարավորությունները։ Եվ այսպես իմ հարցը, ինչու է այսպիսի ձևակերպում օգտագործում Փաշինյանը տարածաշրջանում սպառնալիքներ չեն առաջանա մեր Միացյալ Նահանգների ակնհայտ է, որ մենակ ես չի որ նկատել եմ, որ այնի սերիական սուտ ասանա եւ իր այսօրվա ասածը վաղվա ասածին հակասում։ Պարզա չէ, որ Նիկոլն էլ է տեսնում, որ ինքը մի օր ասում է Զելենսկին դիկտատոր է, մյուս օր ասում է թույն նախագահ ամենալավ նախագահն է, հետո ասում է դու պետք է հրաժարական տաս, հետո ասում է առանց հարգանքի ես մոտս եկել, տեսնում է, չէ, որ ինչ-որ բան ինչ չի գալ խողերի հետ դիմացին։ Ակնհայտ ասա։ Ես ասում, ես չի պատկերացնում, որ աշխարհում ինչ-որ մեկը ինձ կստիպի վերագնահատել Նիկոլ Փաշինյանի վարքը։ Դեսա կոնտեքստը հետևյալն էր Փաշինյանից էլի մեջբերում այսօր ոնց էր Փաշինյան չէինք մեջբերել Միացյալ Նահանգներում նոր վարչակազմ է ձևավորվել, ասում է Փաշինյանը, եւ սա ադապտացիոն փուլ է բոլոր երկրների համար, որից հետո այդ հարաբերությունները կգնահատվեն։ Ես խորհուրդ կտամ Փաշինյանին շատ քիչ խոսել դրա մասին, մեծ հաշվով, որովհետև ոչ միայն ադապտացիոն փուլ է, այլ նաև պետական համակարգը Ամերիկայի Միացյալ Նահանգների տեկտոնիկ շարժումների մեջ է եւ կրճատումների եւ քաղաքական եւ գաղտնի փաստաթղթերը մասկի այդ բրշիկոտ ջահելները գցում են ինտերնետ եւ այլն, այսինքն մեծ հավանականություն կա, որ այդ թուղթը հիմա մասկի գործողությունների շնորհիվ կկորչի եւ Թրամփը կասի դե եթե այդ թուղթը չկա, ուրեմն այդ պայմանագիրն չկա, ուրեմն հաջողություն։ Ես սրան ընդհանրապես չեմ զարմանում, որովհետեւ մարդը իր կոնգրեսում կանգնած ու տախոսում։ Բան չունեմ։ Դրա համար հիմա պետք է այդ ադապտացիոն փուլը պետք չէ ադապտացիոն փուլ անցնել, պետք է Եվրամիության հետ շարունակել գործունեություն։ Ամենակարևորը հիմա Փաշինյանի վարչակարգը երկրորդ Չէ, հետո վարչակարգի համար ամենակարևոր քայլը հիմա աչքի չընկնելն է ամերիկացին։ Պետք չի խոսել, ախես խոսում դու Ամերիկայից։ Ինչի՞ ես գնում խոսում Ամերիկայից։ Իրանի հետ։ Քո ինչ գործն է։ Այո, խփեր, ասա մենք Եվրամիության հետ ենք։ Մակրոնը միջուկային զենքա տալասա, ուզում ենք երկու հատել միջուկային ռումբ լինի մեր մոտ։ Ինչ-որ տես բաներ ասա, օթուժ եմ ուզում։ Գնա խնդրի։ Չգիտեմ Մակրոնին, որտեղ պարզում է գրիֆենների վաճառքը, այսինքն շվեդական կործանիչների սաղ վաճառքները Ամերիկան կասեցրել է։ Որտեղ այնտեղ բան շարժիչ է, ամերիկյան շարժիչ է։ Սա ամենամեծ վտանգն է Շվեդիայի համար, որտեղ Շվեդիան դե ֆակտո ունի փայլուն կործանիչ, որը դե ֆակտո չի կարողանում ոչ վաճառել, ոչ կիրառել, խոսքը գնում էր նրա մասին, որ ինքը Ուկրաինային էր ուզում տալ։
Հիմա Տրամպը կանգնացրել է, այսինքն հիմա Շվեդիան արագացրած տեմպերով պետք է վերադառնա կամ Volvo-ի արտադրության կամ շաֆրան վերցնի, այսինքն ֆրանսիական բան վերցնի, բայց ամեն դեպքում մենք Griffin-ը շուկայից կորցրեցինք եւ ամբողջ Եվրոպան մնաց երկու բանի վրա, այնտեղ Rolls-Royce-ի տարբերակ կա, Eurofighter Typhoon եւ Rafale։ Մենք մնացինք այս երկուսի հույսին եւ սա է որ Պուտինը կիրառում է եւ սա է որ ինքը բանը անում։ Հետեւաբար ես Նիկոլե Փոխարենկ ասում Եվրոպայի չկա։ Մենք չկանք։ Այրը սիրած բանն է։ Մենք չկանք։ Մեր հետ մի խոսացեք։ Այս Մակրոնի համարն է, այս Շոլցի էսա փոխվում է, ինձ թվում է Աննալենա Բերբոկ շարունակի, բայց նոր բանը կանցլերը ոնց որ թե շատ ոնց են ասում ուժեղ տղա է։ Այսինքն մենք կարող ենք հույս դնենք նաև բանի վրա, եւ в принципе Բրիտանիան էլ ված չի իրան, պոմ ունենք եղբայրիկ գերտերություն ունես Իտալիանի հետ, ասենք ու Կանադան։ В общем G7-ի 6-ը քո կողմից է։ Ինչքան էլ որ դա խնդալու է հիշում։ Եվրամիությունը դիտարկում է երկու փոքրիկ լուրիկ էլ նայենք եւ դրանով ավարտենք։ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը եւս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակություն տրամադրումը։ Հիշեցնում են, որ անցած անգամ որ ուզում էին տային Բուդապեշտը Այո, վետո դրեց այդ օգնությունը չէր ուզում թույլ տար, արգելափակել էր, ասում էր Ադրբեջանն ներառեք եւ երկար բանակցությունից հետո մի կերպ կարողացան ուրեմն հաղթահարեն այդ վետոն, ինչ եք կարծում, ինչ կլինի այս անգամ։ Ես չգիտեմ Ադրբեջանը շարունակում է գործել ի հակադրումն աշխարհի, փակելով երկիրը իր սեփական բանը, ինձ թվում է ինքը շարունակում է վախենալ արտաքին բաներից Կարմիր խաչը փակեց։ Ճնշումներից, այո, UN-ի բագրասենյակները փակեց Կարմիր խաչը, փակեց, ինքը շարունակում է փակել երկիրը, ինքը փակում է երկիրը, կոնսերվացնում է, սարքելով գործիք, պետք կլինի կհարձակվի Հայաստանի վրա, պետք կլինի չի հարձակվի, ոչ մեկին հաշվետու չի, միջազգային մարդիկ, դրսի մարդիկ չկան, հետախուզության կոնկրետ դե ֆակտո հետախուզության բանը կանգնած է, չնայած դա բավական լուրջ հիմարություն է, որովհետև բոլոր դեսպանատները կան կորպորացիաները աշխատում են եւ այլն, այստեղ հետախուզական տվյալներ ճարելը դժվար չի այսօր արբանյակային բանով, բայց հա, ինչ որ բանով ինքը դառնում է ավելի կուր, ինքը դառնում է տոտալիտար կուր երկիր, ոչ մեկին չի ենթարկվում, ոչինչ չի բանում, ոչ մեկին հաշվետու չի եւ շարունակելու է։ Ինչ վերաբերվում է բանին, Եվրամիության այդ նախաձեռնությանը 10 միլիոն եվրո։ Գիտեք ոնց, նախ այդ մեծ ինքը կարևոր է որ կա, բայց հա ինքը հրաշալի նոր է։ Ու նոր են հայտարարել։ Նոր են հայտարարել, ես ասում ինչ եմ ուզում ասել, Բուդապեշտի քաղաքականությունը շատ հետաքրքիր էր, ինքը 20 միլիարդ եվրոն կասեցրեց Ուկրաինային որպես ռազմական օգնություն, բայց եվրոպական համագործակցության այդ պաշտպանական բանին մասնակցել է դրականորեն, այսինքն քվեարկել է օքեյ է։ Իսկ այնտեղ 800 միլիարդ։ Հետո մենք հիմա Բուդապեշտի հետ ոնց որ թե հարաբերում։ Դե դա սենց է, Տրամպա Պուտին նմանական բաների հետ ոնց ասենք Օրբանի խոսքը ասնավանի չի, այսօր մի բան կասի վաղուց։ Լավ, կսպասենք կտեսնենք, դրա համար ասեցի փոքր լուրիկ է, ոչ թե նշանակությունը լավ բան է։ Այո, դուք հասկացեք, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք, մենք խնդիրներ ունենք, ասենք առողջապահական, չգիտեմ, ռազմական բժշկության բան, որը այդ հարցով կարողանում ենք լուծել։ Reddit-ի հիմնադիր մեր հայրենակիցը Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ TikTok USC գնելու պաշտոնական տեխնացու է։ Դրան ոնց եք վերաբերում։ Նորմալ։ TikTok-ը եթե հանկարծ Ալեքսիսը ես իր հետ նույնիսկ եթե չեմ սխալվում հանդիպել եմ ինք որ Երևանում էր։ Բայց այն տարիներին, որ ինքը եկել էր որպես բան Peace Corps-ի, թե ինչ-որ sense ներկա շատ ջահել էր։ Ինքը բավականին լավ տիրապետում է սոցիալական ցանցերի բանը, ինքը Reddit-ը շատ ամերիկյան պատմություն է, մեզ մոտ այդպես էլ հետաքրքիր չդարձավ, բայց ասենք այդ բորդերն է։ Ամեն դեպքում լավավատ չի, ոչ մի հավելյալ բան դրան չեմ կապի, ասեմ, որ իր հիմնական մրցակիցը կամ ինքը եղել է բանով, իհարկե համաձայնեցված, կամ հիմնական մրցակիցը լինելու է Մասկը կամ Մասկի խամաճիկները։ Եթե պայմանավորված չի, դա նշանակում է, որ ինքը ճակատառ-ճակատ գնում է հակնելու ամենաանկայուն շատ վատ սոցիալական անցում անցած ապարտեիդից։ Բայց ստանձնում է այդ ռիսկը այսպես։ Չէ, դե հայտը է, ոչ եթե ինքը Մասկի կողմնակիցը չի, մենք ամբողջությամբ իր հետ ենք եւ ինչ որ պետք է իրան կօգնենք։ Դա էլ ժամանակը ցույց կտա։ Բայց շվախ է գոշու սաղ լավալնելու։ Հələ որ։ Շնորհակալություն
Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, սոցիոլոգ-վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում։ Այսօր ուրբաթ չէ, սովորաբար մենք ուրբաթ օրն ենք ամփոփում շաբաթը, այսպես ստացվեց, որ 5 շաբթի պետք է հանդիպել։ Զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարի ննձես։